Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԵՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը նշել էր, որ հունիսի 6-ին Տաշիր Կապիտալը գրություն էր ուղարկել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էներգոբալանսի բաշխման արդյունքում առաջացած 3.6 միլիարդ դրամը օգտագործելու համար, որպեսզի հոսանքի սակագինը 3 դրամով իջնի, ինչին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից մերժում էր եկել պատասխան նամակով, որտեղ նշված է եղել, որ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայումն իրականացնել տարեվերջին, տարեկան արդյունքների հիման վրա։ Մեր առաջարկը վերաբերվել է օգոստոսի 1-ից վերանայել այդ պահին եղած շահույթի համամասնորեն բաժանելով, ես ասում եմ արդեն այս պահի թվերը։ Հաշվի առնելով, որ 2025 թվականին այս պահի դրությամբ ընդամենը 1.6 միլիարդ կիլովատ է ծախսել ամբողջ բնակչությունը, այս պահի դրությամբ էլ մեր ասած 3.6 միլիարդը դարձել է 7.2 միլիարդ։ Ընդամենը պետք է 7.2 միլիարդը բաժանել 1.6 միլիարդի վրա եւ ստանալ ինչքանով էր հնարավոր իջեցնել բնակության սակագինը։ Իշխանությունները ընդամենը որոշել են տարվա վերջում կամ եկող տարվա սկիզբ այս գործընթացը անեն, շեշտելով որևիցե ձևով Տաշիր Կապիտալի կամ Սամվել Կարապետյանի անունը եւ վերագրեին իրենց լավ աշխատանքին, ուղղակի չստացվեց հաշվի առնելով, որ մենք ավելի շուտ եւ ասել ենք եւ հիմա էլ պնդում ենք։ Ընդհանուր առմամբ, ըստ բանախոսի 3 տարիների ընթացքում այլընտրանքային էներգոաղբյուրներից էլեկտրաէներգիա գնելու միջոցով էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ, որի հաշվին նույնպես կարելի էր նվազեցնել սակագինը։ Գոյություն ունի շուկա հասկացություն, այսինքն էներգետիկական շուկա գոյություն ունի, որը ներմուծվել է այլ երկրների իբրև թե փորձով, տարբեր գրանտներով կան մարդիկ, որոնք այսօր պետական համակարգում են աշխատում, իրենք են զարգացրել այդ թեման։ Շուկան ինչ է ենթադրում, որ ստեղծում են տրեյդերներ, որոնք վաճառում են կիլովատ եւ խոշոր սպառողները կիլովատը առնում են այդ տրեյդերներից, ոչ հեծից։ Հիմա պատկերացրեք, որ 23, 24, 25 թվականի ընթացքում 30 միլիարդ դրամ դուրս է եկել էներգետիկայի համակարգից, այսինքն եթե չեն վճարում հեծին, վճարում են տրեյդերին, որն էլ հոսանքը առնում է ուղիղ կեսերից, չգիտեմ, տարբեր կայաններից, դրա արդյունքում ամբողջ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ, այսինքն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամ։ 30 միլիարդ դրամը դուրս չգալու դեպքում, դե պատկերացրեք արդեն տարեկան մոտավորապես 2 միլիարդ կիլովատ ծախսող ամբողջ բնակչությունը, մենք դուք բոլորս, բնակչության միջոց հասկացություն դա բնակիչ բաժանորդներն են, ամբողջ Հայաստանի բնակչությունը։ Պատկերացրեք, որ տարեկան մոտավորապես 5 դրամ մենակ այդտեղ կարող է իջեցում լինել։ Իսկ եթե մեր կիրառած մեթոդին սոցիալապես անապահով խավերին այնտեղ տարբեր սակագներ ունենք, մինչև 200 կիլովատ, մինչև 300, մինչև 400, ամենասոցիալապես անապահով խավին կարելի է ընդհանուր մոտեցնել անվճարին, այդ ամբողջ գումարով։ Դավիթ Ղազինյանն անդրադարձավ նաև կորուստներին։ Նրա խոսքով Մասիսի մասնաճյուղի արևային էներգիայի ծախսը չգրանցելը չի համապատասխանում իրականությանը։ Վերջի անհամապատասխանությունը Մասիս ցանցում արևային էներգիայի ուրեմն այդ ծախսը չգրանցելն էր, այսինքն մարդկանցից իբրև թե գողանալ, այդտեղ կա երկու խնդիր, իրենք հաշվարկը սխալն արագեցել են 800 քանի հազար կիլովատ, բայց ընդհանրապես եղել է 120, իրենց նամակում նշել էին, որ մենք էլ չենք կարող պարզել դա եղել է մեր օրոք, թե իրենց օրոք, ես համոզված եմ, որ դա եղել է իրենց օրոք 90-90 ավել տոկոսով այդ ամբողջից։ Եվ երկրորդ խնդիրը մեր ժամանակ, օրինակ, ես որպես այդ բլոկի ղեկավար ինչպես էի աշխատում, եթե պարզում էինք տեսուչը դա դիտավորությամբ է կատարել, այսինքն թվեր չի խառնել, չգիտեմ, բազմաթիվ ձևեր կան դա պարզելու, դեռ միանշանակ ազատում էր աշխատանքից։ Իմ ինֆորմացիայով իրենց այդ այսպես աղմկահարույց բացահայտման դեպքում ոչ մեկ չի ազատվել։ Դավիթ Ղազինյանը շեշտեց, որ միայն Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին կարող է էլեկտրաէներգիայի սակագինը իջնել։ Անցել է մոտ 2 շաբաթ, սակայն դեռևս արձագանք չկա հանձնաժողովից։